Մենք իրար չենք տեսնում, բայց հասկանում ենք կես բառից։ Լրատվական ռադիո FM 106.5 Ողջույն սիրելի ռադիոլսողներ, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում Թարմ ուղեղով հաղորդումը։ Տաղավարում այսօր աշխատում է Լուսինե Հովակիմյանը, իմ հյուրը Ոստան հայոց ռոք խմբի հիմնադիր Արեգ Նազարյանն է, ողջույն։ Ողջույն։ Երեք Արցախի անկախության հռչակման տարելիցն էր, ինչ ունենք այսքան տարի անց, հարցնում եմ որպես մարդու կռիվ է տվել այս ամենի համար։ Ինչ ասեմ, Արցախում ունենք ամեն ինչ։ Երևի այդպես էլ պետք է լիներ, որովհետև ծնողը երեխային միշտ ավելի շատ է տալի, քան իրեն է պահում։ Դրա համար շատ ավելի շատ բան ունենք մենք Արցախում, քան մեր տներում։ Սակայն դա վերջերս արդեն դարձել է առևտրի առարկա։ Արցախը համենայն դեպս Ստեփանակերտը, այսպես ասեմ, բարգավաճում է, ինձ համար իդեալական քաղաք է համաշխարհային մասշտաբով։ Իսկ մենք ապրում ենք, չգիտես ուր։ Արցախի բարգավաճման հետ կապված իհարկե նաև վերաբնակեցման խնդիրն է այստեղ շատ կարևոր։ Այ դուք ասում եք, որ իդեալական քաղաք է այնտեղ, կապրեք այնտեղ։ Ես մեծ հաճույքով անցյալ տարի նաև փորձել եմ։ Այսինքն փորձել է ասելով ընկերս Ալեքսանդր Կուրեպինը տեղափոխվեց Ականաբերդ, մինչև հիմա հարցերը լուծված չեն։ Ոչ տան հարցն է լուծված, միգուցե նաև իր մեղքն է, խնդիր չի, բայց կարող եմ ասել մի բան, որ շատ շատերը մեր հայրենակիցներից օգտվելով այն հանգամանքից, որ այնտեղ ինչ որ գումարներ են տրամադրում վերաբնակեցման համար, ստացել են այդ գումարները եւ ուղղակի ոչինչ չեն արել։ Հիմա խստացել է այդ խնդիրը եւ դժվարացել է այդ հարցը վերաբնակեցման։ Ես չեմ կարողացել մի պարզ պատճառով, որովհետև ես այնքան գումար չունեմ, որ մոտավորապես մի տարի, երկու տարի տուն փող չտամ, որ այնտեղ տնտեսություն դնեմ, ընդամենը, թե չէ վաղուց այնտեղ կլինեի։ Պետությունը անում է իր ծրագրերը վերաբնակեցման հետ կապված, որոնց խնդիրներից կարևորագույնը դուք նշեցիք, կան նաև առանձին մարդիկ, ովքեր սեփական այսպես ծրագրեր են, մշակում վերաբնակեցման, որոնցից մեկը ռեժիսոր Արշակ Զաքարյանն, ով Սիրիահայերին է փորձում այնտեղ վերաբնակեցնել։ Այ այս տեսանկյունից ձեր կարծիքով ավելի ճիշտ չի լինի ոչ թե մարդկանց համար այդքան ծրագրերի ու միջոցներ ծախսել, որ այսպես սա ենք տալիս, նա ենք տալիս ձեզ համար, գնացեք որպեսզի այնտեղ ապրեք, այլ ուղղակի մարդկանց մեջ փոխել հոգեբանություն Արցախում բնակվելու հետ կապված։ Ասեմ, դա խիստ անձնական խնդիր է, անձի խնդիր է, որովհետև ասենք, երբ մտնում ես այնտեղ հիմնականում գյուղերի մասին է խոսքը։ Երբ մտնում ես գյուղ, ոնց դու քեզ դրսևորեցիր, բնականաբար գյուղի համայնքը քեզ զգուշորեն է վերաբերվում։ Դա վերաբերում է ոչ միայն Արցախին, նաև Հայաստանին, նաև ցանկացած գյուղի, որտեղ արփակ համայնք է։ Եթե դու ճիշտ լավ քեզ դրսևորեցիր, քեզ կընդունեն։ Անկախ քո պատկանելիությունից։ Այսինքն խնդիրը այն է, որ մենք այնտեղ տանտիրոջ հոգեբանությամբ չենք գնում ձեզ, այնպես ինչպես գնանք ցանկացած ինչ որ մի հայ։ Ես գնում եմ այնտեղ, այնպես ինչպես ցանկացած Հայաստանի գյուղ։ Մի կողմից տանտիրոջ կարգավիճակով, մյուս կողմից հյուրի կարգավիճակով, որտեղ ես այդ գյուղի բնակիչ չեմ։ Հակառակորդը Նահորեին սկսեց նորից ակտիվացումները, որոշ գյուղերի վրա գրակոծներ սկսվեցին եւ երկու զինվոր է կրկին վիրավորվել, այսինքն սահմանային անհանգստությունները շարունակվում են։ Այստեղ մի այսպիսի հետաքրքիր գիծ կա, որ ամեն անգամ երբ սկսվում են այդ գրակոծները, երևանյան արձագանքներն են դե զզվեցրիկ էլի, բայց երբ զանգում ես, օրինակ փորձում ես խոսել այն մարդկանց հետ, ովքեր անմիջապես այդ գրակահերթերի տակ քնում են, առավոտյան արթնանում են եւ պետք է նորից իրենց գործին անցնեն, իրենք այնքան հանգիստ են ու այնքան սովորական են վերաբերվում եւ ամեն անգամ երբ ես խոսում եմ գյուղապետերի հետ, վերջին նախադասությունը լինում է հետեւյալը. մեր բանակը մեր ուսին կանգնած է, մեկ էլ իրենց ուսին են կանգնած, ամեն ինչ լավ է, այդտեղ դուք հանգիստ եղեք։ Այդ ձեր կարծիքով ինչու է այդպես, որ մարդը, որը հերո է կրակահերթերից, ավելի շատ է զզվում եւ ավելի քիչ դիմադրողականություն ունի հակառակորդի գործողությունների նկատմամբ, քան այն մարդիկ, ովքեր որ
ամեն օր են այդտեղ լինում ու ամեն օր տեսնում են, հա, թե ինչ է կատարվում իրենց վրա։ Հարցի մեջ արդեն պատասխան կա, որովհետև ամեն օր են եւ որտեվ այնտեղ են։ Իրենք ընտրել են այդ ճանապարհը, ես այդ ճանապարհով անցել եմ, երբ որ ասենք 30-40 մետրի վրա գիշերը արկեր էին պարկում, հենց մի աչքդ բացում էր, մի բան անցնում էր գլխավերով։ Հա, գլխավերով մի բան անցնում էր, մի աչքդ բացում էր, նորից քնում էր։ Դա նորմալ բնազդ է մարդու, որովհետև մարդ այն կենդանին է, որ ամեն ինչին սովորում է վաղ թե ուշ։ Եվ այդ նույն ժամանակ ես հիշում եմ, որ այստեղ մեծ տրագեդիաներ էին ապրում բոլորը, դե մենք պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, ուրիշ տարբերակ չունենք։ Իհարկե ցանկալի չի որ զոհեր տան։ Իհարկե ես ցավում եմ ամեն մի զոհված զինվորի համար։ Անշուշտ ես բազում ընկերներ եմ կորցրել, բայց դա չի նշանակում, որ դա պետք է վերածել համազգային տրագեդիայի, դա պետք է պինդ ընդունել եւ շարունակել ապրել։ Այ իսկ ձեր մեջ հենց հոգեբանության ինչպիսի փոփոխություն կա հիմա, այսինքն երբ դուք լսում եք ինչ որ մեկի մահվան մասին, երբ տեղում եք, հա, գրակահերթերի տակ, եւ հիմա երբ խաղաղ պայմաններում եք ու լսում եք այդ նույն։ Հիմա ցանկություն է առաջանում լինել իրենց կողքին։ Շատ լավ, այդ դեպքում կցանկանամ խոսեք մի հայտարարության մասին, որ արեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այն մասին, որ սահմանին արդեն հնարավորություն կա լինել նախահարձակ, եթե թշնամու կողմից նկատվում է համապատասխան գործողություններ անելու փորձ։ Այ ձեր կարծիքով մեր հրամանատարությունը որքանով է վերջին շրջանում այդ հայտարարությունից հետո կարողանում ճիշտ գործածել այդ հնարավորությունը։ Ճիշտ գործածելը միշտ պատրաստ է մեր բանակը։ Խնդիրը քաղաքական է ավելի շուտ։ Ես կասեի, որովհետև եթե այդպիսի հայտարարություն է արվում, դա ուրեմն ճշգրտված է որոշակի երկրների ղեկավարների հետ։ Առանց այդ ճշգրտման այդպիսի հայտարարություններ չեն արվում։ Շատ լավ, գանք մի փոքր ներքին հարցերին անդրադառնանք եւ ամառվա սկզբում տեղի ունեցած Բաղրամյան պողոտայում դեպքերը կարծես թե վերջին օրերի ընթացքում փորձ կատարվեց վերաակտիվացնելու եւ Բաղրամյան պողոտայում փորձ կատարվեց կրկին փակել փողոցը։ Այս ձեր կարծիքով Բաղրամյանի այդ դեպքերից հետո այսպիսի վերաակտիվացում կազմակերպելը որքանով էր ճիշտ։ Վերաակտիվացումը անշուշտ պարտադիր է, սակայն ոչ այս ձևով, որովհետև խնդիրը էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը չէ։ Իմ տարեկիցները անցել են այդ առարկան, կոչվում էր պոլիտէկոնոմիա, Մարքսի գրվածքների հիման վրա։ Այնտեղ կար մի հասկացություն, մի գլուխ, որը կոչվում էր «Несправедливое распределение средств», այսինքն միջոցների անարդար բաշխում։ Մեր պետությունում այսօր արկա է հիպերտրաֆիկ սիտուացիա այդ առումով, որովհետև բոլորս փողոց դուրս են գալի եւ հասկանում ենք, որ այդպես է։ Ինչ որ բան պետք է անել, ասենք, օրինակ եմ ասում, $30,000-ից ավել գին ունեցող մեքենաները բոլորը տանել տուգանային հրապարակ, ասենք, եւ ճշտել իրենց ծագումը ֆինանսական։ Ասենք, եթե տատիկի անունով է գրված, տատիկի թոշակի քանակը հաշվել, որտեղ հիմնականում այդպես էլ կա։ Ասեմ, որ 1 միլիարդ հաստատ մեր արտաքին պարտքից հետ կգա։ Խնդիրը գիտեք որն է այստեղ, ոչ թե դա անելը, այլ այն թե դա անողները ովքեր են լինելու եւ արդյոք այդ դեպքում որևիցե օգուտ կլինի։ Ես կարծում եմ, որ պետք է 1 տարով ժամանակավոր ինչ որ տարբերակ խիստ դեսպոտիկ իշխանության, որը կմաքրի շարքերը, արդեն ճահճացած շարքերը եւ հանձնի իշխանություն, այսինքն նոր ընտրություններ հայտարարի։ Նոր ընտրություններ հայտարարելու հետ կապված էլ, հա, այսինքն այդտեղ քննարկումները շատ են լինում ու միշտ գալիս է կանգնում է այսպիսի մի հարց, արդյոք չկա Հայաստանում կադրային պակաս նոր ընտրություններում նոր որակի իշխանություն ձևավորելու։ Մենք ուղղակի կարծրացած ենք ինչ որ ստերեոտիպի վրա, որը մեզ ժառանգություն է հասել սովետական ժամանակներից։ Այսինքն ինքը անպայման պետք է նախկինում կոմսոմոլ եղած լինի, հետո կոնկուրսի քարտուղար, հետո նոր անկախացած լինի, ինչպես մեր նախագահը, վառ օրինակ, կամ նախկին նախագահը, որ Կարշոլկ, այսինքն
Ղարմետաքս կոմբինատի կոմկուսի քարտուղարներ։ Բոլորովին պարտադիր չի։ Այսինքն ըստ ձեզ ուղղակի հասարակության մեջ կա նախագահի ձևավորված մի այդպիսի կերպար, որի կետերին, բոլոր կետերին պետք է համապատասխանեն։ Հիմա մենք մոտենում ենք արդեն այն սերնդափոխությանը, երբ սերունդը արդեն աճել է եւ մտածողությունը փոխվել է։ Ես հույս ունեմ, որ հաջորդ նախագահը կլինի այլ կերպարի, այսպես ասեմ։ Այն որ սերնդափոխություն լինում է, դրա հետ համաձայն, բայց արդյոք քաղաքական սերնդափոխություն է լինում։ Այսինքն սերնդափոխություն լինում է համաձայն եմ, որ քաղաքացիական հասարակության մեջ կա, բայց քաղաքական սերնդափոխության արդյոք կարող է հասնել։ Վերադառնամ Բաղրամյանի երեկվա դեպքերին։ Փչացնում են, որովհետև եթե չփչացնեն, իրենք այլևս թոշակառու են։ Փչացնելու հետ համաձայն եմ, բայց դա սովորական իշխանական ձգտում է, հա։ Եթե փորձեն փչացնել, ասենք Մովսես Գորգիսյանին, դժվար թե կարողանա։ Այ խոսքը հենց այդ տեսակի, այ խոսքը հենց այդ տեսակի։ Խոսքը այդ տեսակի մասին է։ Շատ են։ Ասեմ, որ շատ են։ Ես իսկապես շատ եմ շփվում երիտասարդության հետ եւ շատ մեծ հույսեր ունեմ։ Ուղղակի քայլ անելու ժամանակները ես միշտ հաշվարկում եմ, հենց այնպես կրակելը սխալ է, կարող է պախարակել գաղափարը, էլի։ Դրա համար միշտ քայլ անելուց առաջ մտածում եմ, խորհրդակցում եմ ընկերներիս հետ։ Դե ընկերներս էլ արդեն տարեցեն, բեռ ունեն իրենց ետևում ընտանիք, երեխաներ, թոռներ։ Իրանք անդադ ինձ հետ են քաշում, բա չէ, ինչ գործ ունես, բան եւ այլն, բայց ես համարում եմ, որ այլ ինչ գործ ունեմ, որ երեխաներիս համար նորմալ պետություն չկառուցեմ։ Փորձեմ ամենայն դեպս։ Չեմ ասում, որ կարողանամ։ Բացի այն, որ իշխանությունն է իր արժև նպատակ դնում այդպիսի երիտասարդներին չեզոքացնել, այսպես մեղմ արտահայտվենք, մենք ինքներս էլ ենթագիտակցորեն դրան նպաստում ենք։ Այսինքն, երբ Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներին մենք երկրորդ օրը արդեն հերոսներ էինք վանկարկում, Կարեն Վարդանյանը այսպեսի մի համեմատություն էր անում հենց նույն Մովսես Գորգիսյանի հետ։ Եթե դուք անվանում եք հերոս նրանց, ովքեր Բաղրամյան պողոտայում էին հավաքված, մի մոռացեք նաև, որ հերոս եք անվանում նույն Մովսես Գորգիսյանին։ Ես հասկանում եմ իհարկե, որ մենք այնքան կարիք ունենք նոր հերոսների, որ ամեն պոտենցիալ ունեցող մարդու սկսում ենք հերոս անվանել, բայց արդյոք սա չի ամենավտանգավորը ձեզ։ Իհարկե անշուշտ վտանգներ կան որակավորումների մեջ։ Ես անձամբ շատ հանգիստ եւ հարթ եմ վերաբերվում բոլոր երիտասարդներին։ Այն գիշերը, որ առաջի անգամ մտավորականություն, այսպես ասած, գնաց առաջիններից ես էի, որ կանգնած էի, ինձ ուղղակի բացի նրանից, որ կարիքը երևի կար, չգիտեմ, չնայած համարում եմ, որ ոչ մի բան տեղի չէր ունենա, երկրորդ հարցն է։ Բայց ամենայն դեպս ինձ հետաքրքիր էր նայել, դիտարկել եմ։ Ես մի քանի պրովոկացիոն բաներ արեցի այնտեղ, խոսակցական զուտ բարձրաստիճանների հետ։ Ասացի, ինչ եք 3 շարքով կանգնել, բացեք թող գնա, տեսեք ուր են հասնելու, չբացեցին։ Իրաց պետք էր այդ պատնեշը, որովհետև եթե բացեին, այդ տղաները չէին բարձր։ Ես շատ վաղուց եմ, ես Մովսես Գորգիսյանին անձամբ եմ ճանաչել։ Այ ինչ ուներ Մովսես Գորգիսյանը, որ չունեն նրանք։ Ինքը ուներ անշահախնդիր սեր հայրենիքի նկատմամբ։ Ու կարծում եք, որ ամբողջ հանրապետությունում չկա այնպիսի մարդ, որը բացի այն, որ կունենա բնատուր խելք, լիդերի հատկանիշներ, կունենա նաև անմնացորդ սեր դեպի հայրենիք, այսինքն անշուշտ կան, բայց ժամանակներն են փոխվել։ Մեզ կցել են համակարգի, որը թույլ չի տալիս մեզ ըմբոստանալ այնպես, ինչպես մենք կարող ենք այն ժամանակ։ Մենք կորցնելու բան ունենք հիմա։ Անձնականի մասին է խոսքը։ Այսօր այն ժամանակ բանվոր դասակարգը Արմելեկտրոյի 10,000-անոց կոլեկտիվ էր։ Մենակ այդ կոլեկտիվը դուրս էր գալի միտինգի հերիքեր էր։ Դե այսօր էլ օրինակ, չգիտեմ, Նայրիտի կոլեկտիվն է մեծ թիվ կազմում, բայց որևիցե այդպիսի միտինգները չեն բավարարում, մարդիկ արդեն քանի տարի ընդամենը աշխատավարձ են ուզում ու այդ էլ չեն կարողանում ստանալ։ Բա դրա մասին է խոսքը։ Այսինքն ձեր կարծիքով տնտեսական կախվածության մեջ են մեզ դրել եւ դա ամենաստոր բանն է, սոցիալական ոչ մի ապահովություն եւ տնտեսական կախվածություն քո ամենօրյա քայլերից։ Նույն սոցիալական եւ տնտեսական կախվածության մասին երբ խոսում ենք,
Միայն այդ կախվածությունն է նաև, որ մարդկանց փողոց է դուրս բերում։ Եթե խոսում ենք նաև հենց նույն էլեկտրաէներգիայի թանկացման թեման, բոլոր այսպես հուժկու բողոքի ակցիաները վերջին շրջանում, որոնք տեղի են ունեցել, անմիջականորեն կապված են մեր գրպանին հարվածելու հետ։ Այսինքն նույն այդ կախվածության մեջ գտնվելով, ինչպես ենք մենք, ինչու է մեզ միակ համախմբող եւ հետ պահող բանը նույն այդ սոցիալական եւ տնտեսական կախվածությունն է լինում ձեր։ Որովհետև իրականում մենք արտաքին քաղաքականությունից առանձնապես բողոքելու բան չունենք։ Մեր պաշտպանական համակարգից առանձնապես բողոքելու բան չունենք։ Անվտանգությունից բողոքելու բան չունենք։ Հիմնականում մեր խնդիրները մեր ապաշնոր ներքին քաղաքականությունն է։ Ներքին տնտեսական քաղաքականությունն է։ Հիմնական մեր խնդիրը եւ խնդրեմը։ Քիչ թողուտ են։ Ինչ կասեք վարչապետի հայտարարության մասին, որ մենք տնտեսական աճ ունենք։ Միգուցե ինքը տնտեսական աճ ունի, ես չեմ տեսնում այդ տնտեսական աճը։ Հայտարարության ուղղակի բովանդակության բնականաբար ոչ մեկս չենք տեսնում այդ աճը, ուղղակի ինձ այսպեսի մի հարց է հետաքրքրում։ Երբ պաշտոնյաները մենք ենք թույլ տվել ազգովի մի ինքնապաշտպանական բնազդ ունենք, որը մեզ թույլ չի տալիս գործել как бессмысленный жестокий русский бунт։ Ծայրահեղական լինել թույլ չի տալիս։ Այո, որովհետև ինչպես խոսեցինք, կորցնելու բան ունենք։ Մենք վախենում ենք, որ եթե դիմենք ծայրահեղ միջոցների, իսկ մի պատճառով, որովհետև վախենում ենք, որ այդ ալիքի վրա իշխանության գան այնպիսի ուժեր, որոնց մենք չենք ուզում տեսնել։ Այսինքն վատից ավելի վատը այդ գաղափարի մասին է խոսքը։ Անշուշտ, որովհետև եթե ոչ կառուցողական, հիմիկվա իշխանությունները գոնե պահպանողական են, հա։ Ինչ որ ստատուս քվո են պահում, հա, ուտում են ժողովրդի կյանքը, ինչ ասես անում են, բայց ամենայն դեպս արտաքին աշխարհի նկատմամբ ինչ որ ստատուս քվո են պահում, հա, Հայաստանի առումով։ Վախը այն է, որ կարող է գան ուժեր, որոնք մեզ կործանեն, մենք շատ վատ աշխարհագրական դիրքում ենք գտնվում, մի մոռացեք։ Այդ վախը այդտեղից է գալի, ոչ թե այնտեղից, որ ասենք ժողովուրդը վախենում է ինչ որ բանից։ Այստեղ խնդիրներ կան, երկրի անվտանգությունը։ Ես հասկանում եմ, որ այսօրվա իշխանությունները ուղղակի չարաշահում են դրանով, վախացնելով, որ այ եթե սենց անեք, ածածա, Թուրքիան կգա վրաներովս կանցնի, որ կանցնի։ Բարձ է հասկանալի է, որ տենց միանշանակ չի, բայց մեկ է այդ զգուշությունը կա։ Նույն զգուշություններ նաև Բաղրամյան 26-ում, որ հանկարծ բախում չլինի ոստիկանների եւ ժողովրդի միջև եւ արյուն չլինի եւ կարծես թե մայդան չլինի եւ ձեր կարծիքով այսպես արդյոք այդ խաղաղություն պահպանելու նպատակը չհաղթեց այն գերնպատակին, ինչի համար մարդիկ հավաքվել են։ Հենց դա, հա, խաղաղություն պահպանենք եւ այդպես խաղաղություն պահպանելով էլ խնդիրը մնաց չլուծված, այսինքն ձեր տպավորությունը։ Գիտեք, այսպես ասեմ, այն ժամանակ ես կողմնակից էի խաղաղությանը, այսօր արդեն ոչ։ Այսօր ինչին եք կողմնակից։ Ինչին ասես։ Եվ պատրաստ եմ առաջի շարքում լինել, ինչքան որ պետք լինի։ Երկար պայքարի ձեր կարծիքով պատրաստ են, այսինքն եթե ուզում ես իշխանությունները կատված ահար անել, այնպիսի մի բան անել, որ իշխանությունը ստիպված լինի ուղղակի քեզ հետ հաշվի նստել, դա հեշտ չի տրվելու եւ իհարկե պետք է դրա համար նաեւ ինչ որ բաներ անել երկար ժամանակներով, որպեսզի կատվածահար լինի ինչ որ բան։ Այ այդպիսի բաների պատրաստ ենք մենք ընդհանուր ազգովի։ Այսպես ասեմ, հակառակ կողմում արդեն այստեղ մինչև կոկորտն է ասել էլի այս սիտուացիան, իշխանության ոմանց մոտ, այսինքն չեմ ասի բոլորի մասին բնականաբար։ Ես գիտեմ, ասենք, բավականին բարձրաստիճան մարդկանց, որոնք լրիվ կողմ են նույնիսկ իշխանափոխության, որտեվ վերջո բոլորը չեն, որ անպարկեշտ են։ Այդպես չասենք, որ ամբողջ իշխանությունն է անպարկեշտ։ Եվ իրենց նույնպես պահում է տնտեսական կախվածություն։ Այո, անշուշտ։ Գալիս ենք նույն եզրագծին ենք հասնում։ Վերջում որպես ընդհանուր ամփոփում այսպիսի մի հարց տամ։ Ձեր կարծիքով արդյոք այսպես չստացվեց, որ նախագահը փորձեց ուղղակի չեզոքացնել ներքին կուսակցություններին եւ սահմանադրական փոփոխություններն վրադիր ապահովել իր վերարտադրությունը ու այս դեպքում արդեն եթե իշխանությունները իրենից առանց այդ չեզոքանալու էլ ինչ որ կախումների մեջ էին,
կուսակցությունները, այլ մնաց ժողովրդի հետ դեմ հանդիման, իսկ ժողովուրդը իրենից որևիցե ակնկալիք չունի եւ եթե միայն նա է մնում, այսինքն այդպես կախվածություն էլ չունի։ Այսինքն նախագահի հիմնական կռիվը ճակատագիրս։ Այսինքն ընդդիմություն, իշխանություն պայքարից արդյոք չմնաց իշխանություն եւ ժողովուրդ պայքարը, այսպես ձևակերպեմ ընդհանուր առմամբ։ Դեռ պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու, ես ուղղակի առակի ձևով մի հատ պատմություն պատմեմ, երբ ես 21 տարեկան էի, բանակից նոր էի վերադարձել, ինձ նշանակեցին մարզիչ երեխաների առագաստային սպորտի։ Երեխաների թվում 40 հոգի երեխա էր։ Ես 21 տարեկան, 8-ից 16 տարեկան երեխաներ, 40 հոգի, Սևանի ափին, պատասխանատուն 21 տարեկան տղա։ Առաջինը ինչ ես արեցի, այդ 40 երեխաների թվում իմ երկու եղբայրներն էին։ Առաջինը ինչ արեցի, ասացի դուք պետք է ինձ անվանեք անունայրանունով, առաջի պատասխանատուն եք կարգապահության առումով եւ եթե կարգապահության խախտում լինի, առաջինը դուք եք ստանալու ձեր պատիժը։ Առակս ինձ թվում է պարզ է ինչ կցուցանե։ Եթե իշխանությունները այդպես վարվեին, երբեք այս վիճակը չէր լինի։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ զրույցի համար եւ որ օգնեցիք օրը սկսել թարմով։